Թվերն էլ չեք սիրում, կարևոր է, չէ, այդ հավասարման նշանը, որ A-ի եւ B-ի միջև է դրվում։ Արվեստում մեկին գումարած մեկը միշտ չէ հավասար երկուսի։ Նայեն է ձեր կյանքը առավելապես թատրոնի մասին է, բեմադրելու, խաղալու, կրթելու, բայց այս ամենի մյուս կողմում մաթեմատիկան է։ Մաթեմատիկայի հանդեպ գիրքը երբ է սկսվել։ Կարծում եմ գենորեն է իմ մեջ, որովհետև եւ պապիկս էր մաթեմատիկայի ուսուցիչ, հայրիկս էներգետիկ էր, մայրիկս կիբերնետիկ, հետո մայրիկս դարձավ էլի մաթեմատիկայի ուսուցչուհի եւ անընդհատ այդ մաթեմատիկական խնդիրները տանը շուրջս պտտվում էին եւ հետո արդեն դա դարձավ անսահման մեծ գիրք, այսինքն եթե այդ օրը չլուծեի խնդիր, եթե խնդիրը չլուծվեր չէի կարող քնել, կամ երազումել էի խնդիրը լուծում, անverջ ուզում եմ ասեմ, դե աստղանիշով խնդիրներն էի լուծում, երբ դպրոցում, այսինքն մաթեմատիկա առարկան կա, դասագրքի վերջում աստղանիշով խնդիրներ էին, որոնք ավելի բարդ խնդիրներ, հա, բայց ավելի տրամաբանական, այդպես ասեմ, դրանք ավելի հետաքրքիր են, որովհետև թվաբանությունն ավելի քիչ է մեջը, տրամաբանությունն է շատ, այդ որ օրինաչափությունն ես գտնում, ամեն ինչը, դա է շատ հետաքրքիր եւ երբ հաճախ խոսում ենք մաթեմատիկայից, մարդիկ միանգամից թվերն են պատկերացնում, թվաբանություն են պատկերացնում, գումարում հանումը, բայց դա չի մաթեմատիկան։ Մաթեմատիկան շատ բարձր արվեստ է եւ ամեն ինչում կա մաթեմատիկա, ինչպես որ ամեն ինչում կա արվեստ։ Դրա համար ես սենց ուզում եմ ասել, չեմ հասկանում, որ մարդիկ դա շատ որպես ճշգրիտ այսպիսի գիտություն են ընկալում, որովհետև դու դա էլի հորինում ես, երբ դու երկրաչափության մեջ կարդում ես, որ եռանկյունի է, որ բան, դու օդում ստեղծում ես այդ եռանկյունին, բուրգը կամ տեսնում իր նիստերը, այդ բանը, դա ամբողջ երևակայության խաղ է եւ տրամաբանության եւ ոչ մի այս թվաբանական գումարում հանումը չի այդ մաթեմատիկան էլի այդ էր որ շատ ուզում էի որ այդ սերս փոխանցել եւ բացատրել որ դա միայն սենց չափելը չի էլի այդ չի այդ տարեր քսեր դարձել հետո արդեն նաեւ ուսուցիչներն էին շատ նպաստել որովհետեւ արդեն սկսեց ուսուցիչս նաեւ ինձ համար առանձին ստուգողական աշխատանքներ գրել այսինքն ամբողջ դասարանը գրում էր ինձ համար պահարանի հետևում փոքրիկ տեղ կար որտեղ ես նստում էի եւ բոլորովին այլ ստուգողական էի գրում Եվ իհարկե մասնակցում էի օլիմպիադաներին մայրաքաղաքի այդպես բայց դե տարեց տարի արդեն մայրաքաղաքի ֆիզմատ դպրոցը որտեղ ավելի խորացած էին իրենք արդեն բանաձևերը ունեին իսկ ես ստիպված օլիմպիադայի ժամանակ դուրսեր էի բերում բանաձևը էլի ու հիշում եմ որ մի անգամ խնդիրը լուծել էի բայց ես ամբողջ ընթացքում նախ բանաձևն եմ դուրս բերել հետո խնդիրը լուծել հա այդպես հետո ուսուցիչս երկար որ ասում է ինչպես եմ լուծել երկար բանից հետո ասեց տեսեք էլի ինքա տարեր Ինչ որ հիշեցնում եք, բայց հիմա էլ չեմ կարող լուծել այդ խնդիրները, արդեն հեռացել եմ այդ ճանապարհից, էլի, այդ արդեն մոռացել եմ շատ բաներ, սինուս, կոսինուսը եւ այլն։ Իսկ կյանքում ինչ որ խնդիրներ լուծել մաթեմատիկան օգնել է կամ օգնում է։ Կամ մաթեմատիկական մտածողությունը Մաթեմատիկական մտածողությունը ես մինչև հիմա դրանով եմ զբաղված, այսինքն երբ ես բեմադրում եմ, ես էլի մաթեմատիկայով եմ զբաղված, նորից այսպես դնում եմ ու դասավորում, այսինքն եթե վերցնում եմ ստեղծագործություն, ես իրեն պիտի դասավորեմ, այսինքն պիտի համակարգեմ, որովհետև ի վերջո բեմադրիչը փորձում է արարել, այսինքն ուզում ենք Աստծո նմանվել, մի կյանք ստեղծել, չէ՞, իսկ Աստծո ստեղծած կյանքը քաոսն ու ներդաշնակությունը այդ հաշվարկը իրար հետ է, այսինքն երբ տեսնում ես բնությունը, բնության մեջ ոչ մի բան առանց մաթեմատիկայի չկա, այնքան փաթիլը իր ներդաշնակության մեջ, ծովը, ամեն ատոմը Եվ երբ այդ հենց գիտականորեն իմանում ես, այսինքն մոտարապես հաշվարկում ես եւ հասկանում եւ զգում ես նաեւ, որտեղ այդ նույն մասնիկն ես այդ ամեն ինչի եւ դու ես այդքան համակարգված եւ այդքան քաոտիկ քո զգացմունքներով։ Այ երբ կարողանում ես այդ երկուսը ներդաշնակել, այդ ժամանակ դու ստանում ես իսկական արվեստ, իսկական կյանքն է ստանում։ Դրա համար ինձ համար սա էլի գիտությամբ զբաղվելու գործ է, բեմադրություն անելը եւ այո ես համակարգում եմ եւ հետո մտնում է զգացմունքը, որ քաոս է բերում այդ ամեն ինչի մեջ, բայց
չկա այս աշխարհում չկա որ մի բան համակարգված չի եւ մաթեմատիկական մտածողությունն է օգնում որ հենց տեսնում ես այդ օրինաչափությունը ինդուկցիա ես անում ու տեսնում ես դա էլի բայց օրինակ մաթեմատիկայի մեկին գումարած մեկը 2 է միշտ չէ իսկ կարող է արվեստում օրինակ 3 լինել թե միևնույնն է 2 է որովհետեւ այդ ալեգորիան հաճախ են չէ բերում որ արվեստում մեկին գումարած մեկը միշտ չէ հավասար 2-ի կարող է նաեւ 3 լինել օրինակ այլաբանորեն ասած թե չէ հա չէ այդ միշտ կա ուզում եմ ասել միշտ կա օրենք եւ կա օրենքից դուրսը եւ մենք հաճախ արվեստում հենց այդ օրենքից դուրսն ենք փնտրում բայց պիտի օրենքը իմանաս որ օրենքից դուրսը ստեղծես հենց այդտեղ է ամբողջ հետաքրքրությունը հա Մաթեմատիկայում թեորեմներից խոսեցիք եւ այդ երկրաչափությունից եւ այլն ամեն ինչ որպես այդպիսին ապացուցելի է չէ բայց արվեստում ապացուցելի է թե մեկնաբանության խնդիր է եւ թատրոնում այս առումով ինչպես են համադրվում մաթեմատիկական մտածողությունը եւ արվեստը Դե դժվար հարց եք տալիս ճիշտն ասած, որովհետև նույնիսկ երբ թատերական ինստիտուտ էի ընդունվում, իսկ ես հանկարծ այդ ամբողջ իմ մաթեմատիկական պաշարը մի կողմ էի դնում ու գալիս թատերական ինստիտուտ եւ ասում էին եւ տնօրենը կանչեց ծնողներիս ասեց շատ ափսոս է որ այդ ամեն ինչը թողնի ու գնա թատերական եւ ես էլ ճիշտն ասած որ մտածում էի նախ մեր ազգում չկար ոչ մի արվեստի մարդ եւ շատ վախենալի էր մտնել մի ոլորտ, որ անծանոթ է։ Մյուս կողմից կար կանչվածություն եւ պետք էր գնալ, բայց ես հասկանում եի, որ եթե ես գնամ եւ քննությունը թատերական ինստիտուտում բանաստեղծություն, արձակ, չէ, եւ դու ճիշտ ես արտասանելու, բայց դա շատ հարաբերական է։ Դա շատ սուբյեկտիվ է արվեստը։ Մեկին դուր է գալիս, մեկին դուր չի գալիս։ Աքսիոմ չէ, հա, կամ թեորեմ չէ, որ ապացուցես։ Թեորեմ չի, որ կարողանաս ապացուցել, որ դու բանաստեղծությունը լավ ես կարդացել, որտեվ ասելու է չի հասել ինձ։ Եվ ինձ դա սարսափելի վախեցնում էր։ Բայց ուզում եմ ասել, դե մի քիչ տարբեր է այն, ինչ հիմա ուզում եմ ասել, երբ ռեժիսոր ես ու կյանք ես ստեղծում, մեկ է ոնց որ ուզում եմ ասել այդ օրինաչափությունները մեջը մեկա երբ դնում ես դու մի հատ ճիշտ համակարգ ես ստեղծում կյանքի համակարգ բնության համակարգ ես ստեղծում դրա համար այդ էական է շատ ես առանց դրա չեմ կարողանում ես կան որ բեմադրում եմ դրա գրաֆիկը գծում եմ որ հասկանամ էմոցիոնալ գրաֆիկն եմ գծում գույն եմ տալիս գրաֆիկի գագաթը որտեղա ավելի բարձր կետը որտեղա անկումը եւ եթե դա ինձ պետք է զգալու որ ինձ համար տեսանելի լինի ինչպես եմ տանելու իմ զգացական ողջ ճանապարհը ինձ այդ գրաֆիկը շատ է օգնում լինում է որ ճիշտ ասած առաջին անգամ երբ բեմադրեցի Թրիչ քաղաքի վրայով ներկայացումը որտեվ ինձ թվաց ես կտրվել եմ մաթեմատիկայից անսահման եւ երբ բեմադրեցի եւ Նելի Ավետիսյան երաժշտագետ կա ով թատերախոսական գրեց բեմադրությանս վրա եւ գրաֆիկ գծեց ու կլոր շրջան արեց որտեղ առաջին գործողությունը բաներ եւ երկրորդը հայելային արտացոլանքներ եւ ասում էր որ այս գրաֆիկական նկարով է բեմադրել այս մաթեմատիկական ռեժիսուրա ու ես էլ իր միջոցով տեսա որ իսկապես ես հենց այդպես համակարգում եմ անպայման այդ ես հետո եմ հասկացել ես դա ինտուիտիվ եմ արել բայց հետո հասկացել եմ եւ հետո իմացել եմ նաեւ որ օրինակ Պուշկինի բանաստեղծությունները երբ փորձել են դնել գրաֆիկական նկարի տակ, դրանք եղել են ներդաշնակ գրաֆիկներ։ Այսինքն եթե դու ուզում ես կատարյալ ստեղծագործություն ստեղծես, դու պիտի այդ օրենքը ենթագիտակցորեն կամ գիտակցորեն պիտի իմանաս։ Հա, որովհետև Աստված ամեն ինչ տենց է ստեղծել, ամեն ինչի մեջ սկսած տիեզերքից մինչև ատոմը նույն օրենքը գործում է։ Ու պիտի լավա որ իմանում ես, էլի։ Իսկ դուք բացեք այդ հավասարակշռության շեղումներին որովհետև հնարավոր է չէ որ միլիմետրով բեմադրես օրինակ, բայց ներկայացման ժամանակ այդ ճիշտ հաշվարկով չլինի ներկայացումը։ Դա ինչ զգացողություններ է առաջացնում։
Թե այդպես չի լինում։ Միլիմետրերով երբեք չեմ բեմադրում, ուզում եմ ասել, ընդամենը կառուցում եմ, ընդամենը կմախքն եմ դնում, բայց մնացածը մտնում են դերասանները ու իրենք մեղուների պես մեղրը ստեղծում են։ Ուզում եմ ասել, դա արդեն ինչ կլինի, այդտեղ իմպրովիզացիա է եւ հենց դա է, տեսեք ծովը նույն ինքը շատ համակարգված է, բայց անսահման քաոտիկ է։ Եվ հենց այդ քաոսն ու այդ ներդաշնակությունն է, որ իրար հետ է։ Այդ քաոսը միշտ կա, միշտ, ուզում եմ ասել, շատ հեշտ է քաոս ստեղծելը, հավատացեք։ Այդ քաոսը այն տակը մի հատ թաքուն բանաձև կա, որ դրված է, այդ է, բայց դերասան, օրինակ, երբ ես խաղում եմ, դրա մեջ մաթեմատիկա չկա։ Ուզում եմ ասել, խաղալիս չկա, որովհետև այդտեղ կա երաժշտություն, որովհետև գիտեք 0.1 վայրկյան կարող է ուշացնես քո պատասխանը եւ ճիշտ չհնչի։ Եվ դա ես հաճախ դերասանին ասում եմ 0.007 վայրկյան ուշ ես ասել կամ մի գրամ քաղցրություն է պակասում, տենց այդ դերասանները տենց միշտ ծիծաղում են, որովհետև ամբողջը գրամերով եմ ասում, մի գրամ հեռու գնա, մի գրամ, բայց այդ դա գիտեք, որովհետև ասում եմ ամեն արվեստ ձգտում է երաժշտության։ Դե երաժշտությունն էլ արդեն բարձրակարգ մաթեմատիկա է։ Հա, եւ երբ դու ձայնիդ մեջ ստակատո տալով կամ արագացնելով կամ այդ անելով, երբ դու զգում ես, որ կտավը ճիշտ ռիթմի մեջ է, կամ պետքա վերջ։ Հետո նորից շարունակել, որովհետև այդ լռությունը ավելի շատ ուշադրություն է ավելացնում։ Այդ է, որ պիտի դերասանը զգա, այդ տենց հյուսի եւ դա ավելի շատ երաժշտություն է։ Կամ չէի ասի դա մաթեմատիկա է, էլի, բայց դրա համար ես շատ հաճախ երևի պիեսներ չեմ վերցնում, որովհետեւ ինձ դուր է գալիս, որ ես վերցնում եմ արձակ ստեղծագործություն կամ պոեմ կամ բանաստեղծություն ու սկսում եմ արդեն բանում օթում մաթեմատիկաս անել։ Եվ շատ հաճախ թատերագետները դա նկատում են, որ ասում են գրիգորյանական մաթեմատիկան եւ այս վերջերս էլի, որ խաղում ենք Մարթափի մեջ Պարույր Սևակի եւ Ամերիկայում ենք ու ասեցին մաթեմատիկական ներկայացում էր եւ դա ճշգրտության մասին չէր խոսքը խաղի, այլ կոսմիկականության հավասարակշռության, որովհետև եւ Սևակն էլ դա ուներ Պարույր Սևակը։ Պարզապես իրեն պետք էր զգալ ինքը ոնց էր համակարգել, այնտեղ ես ուղղակի զգացի, որ կա ես, կա դու եւ կա մենք, որ արդեն ավելի կոսմիկական է դառնում, պետք էր ուղղակի դա համակարգել եւ արդեն դերասանը ինքը իր զգացմունքը վերում տապալում, գիտեք ինչպես են տապալում դերասաններից, եթե տեսել եք այդ ներկայացումը, ուզում եմ ասեմ զգացմունքի տեղատարափ է եւ անսահման զգացմունքի ամեն գույնը կա գժվելուց մինչեւ խորհելը, բայց միևնույն է, այդ եթե չես դասավորում կարող է դառնել պաթետիկ, կարող է դառնալ քաոտիկ, չգիտեմ, 1000 բառ։ Սիրելի ֆորմուլաներ ունեք մաթեմատիկական, որովհետև ձեր ներկայացումներում շատ հաճախ այդ ֆորմուլաները նաև հնչում են, չգիտեմ, F հավասար է MJ-ի կարող է հնչել։ Ճիշտ է։ Դա հատուկ է արվում։ Չէ, այդ պահից բխում է։ Ես որ մտնում եմ թատերական ինստիտուտ եւ այսինքն դասավան եւ ուսանողները գալիս են, առաջինը որ օրինակ այսպես հենվում են, ասում եմ մի հենվեք եւ ով է ասել տվեք ինձ հենման կետ ու ես կշրջեմ աշխարհը։ Ու հանկարծ այս երեխեք հասկանում են, որ ինչ որ ոնց որ կարող է ճիշտ ինստիտուտ չեն եկել։ Ասում եմ իմացեք ով ասել եւ այլն, որն է ձգողականության օրենքը եւ այլն, բայց ամենաշատը ձգողականության օրենքն եմ սիրում եւ այդ օրենքի վրա ստեղծել եմ Լյուբև ներկայացումը Դանիել Խարմսի, որտեղ հենց սիլը притяжения ձգողականության ուժի մասին է, ռուսերեն ներկայացումը դրա համար այդպես ասացի, բայց ամբողջը հենց այդ ուժի վրա եմ ստեղծել եւ նորից վերանայել եմ բոլոր օրենքները Նյուտոնի հետ, հա, որպեսզի ճիշտ կառուցեի, բայց գործը ստեղծագործությունն այլից ոչ ոք չի էլ մտածում, որ ես այդքան լուրջ ուսումնասիրել եմ այդ, այսինքն լուրջ նորից վերանայել եմ, դե իհարկե շատ խորը գիտելիքային, շատ խորության մեջ չեմ ընկնում, որովհետև թատրոնը պիտի բոլորին հասանելի լինի։ Ուզում եմ ասել, չեմ մտնում մինչև որ ատոմային կարգաթվեր է, էլի, բայց հա, ստեղծում եմ։ Եվ որ այսօր խոսում ենք բարկանում ես ներկայացման մասին, այնտեղ էլ
խնձոր է ընկնում գլխին եւ Ինչու՞ մեկը սկսում է հաշվարկել։ Եվ պատահական F-ը հավասար MЖ-ն ասում է։ Բայց ուրիշ միտք պիտի եղանա, որ կինը բարձրանակուկուկան չէ, էլի, պիտի ուզում է գտնի խնձորը, դե հեքիաթի 3 խնձոր են, չէ՞ ընկնում հայկական հեքիաթներում։ Խնձորը որ ընկնում է, F-ը հավասար MЖ-ն է, հանկարծ հասկանում։ Ֆորմուլաներից բացի, օրինակ, եթե նշաններից խոսենք մաթեմատիկական, սիրելի եւ նախընտրելի նշան կա, հավասարման նշանն եք ավելի շատ սիրում, բազմապատկելը, գումարելը, հանելը, որն է ավելի խուզական, այսպես կատարսիս առաջացնում, օրինակ, դե մաթեմատիկան ձեր գիրքն է, դրա համար եմ ասում, ենթադրում եմ, որ դա կա։ Այդ պիտի մտածեմ, որովհետև գիտեմ, որ շատ եմ սիրել դիսկրիմինանտը, բայց ավելի զարմացել եմ Վիոտի թեորեմի վրա, այսինքն որ ավելի բարձ, հանկարծ ավելի հեշտ բան է գտնում, էլի։ Հա, եւ այդ եմ ափսոսում, որ օրինակ որ պատմեցի օլիմպիադաներին մասնակցելու ժամանակ, որ ես այդ օրենքը չգիտեի, որ մեկը ժամանակին շատ արագ գտնելու ձևը տվել էր, էլի, ու նստած դու բանաձև ես հորինում, էլի։ Բայց եթե շատ անկեղծ, թվաբանությունը չեմ սիրում։ Այսինքն, նույնիսկ երբ ես ժամանակին ոսկե մեդալ էինք ստանում դպրոցում, ես ոսկե մեդալի քննությունը որ տալիս էի, 19 եմ ստացել, 20 չեմ ստացել, որովհետև եկավ արդեն որ P4-րդը պիտի լիներ արմատ 2 երկրորդ էր, արդեն այդ դժվար խնդիրը լուծել էի, մնացել էր միայն հաշվարկը։ Այդ հաշվարկում P2 երկրորդ էի գրել, բայց P3 երկրորդ պիտի գրեի։ Ու սխալ էի ստացել պատասխանը, վերջում ամենա։ Ու ուզում եմ ասել, երբ այն կարևոր անում ես սենց արվեստը մաթեմատիկայի, այդ թվաբանությունը հետաքրքիր չի ուղղակի, դա սենց դա ոնց որ չես ուզում դա դու անես, դա ասում ես եկեք դուք արեք, էլի ես չանեմ դա։ Թվերն էլ չեք սիրում, սիմվոլիզմ չունեն թվերը ձեզ համար։ Որովհետև արվեստում թվերը կան, չէ, մաթեմատիկայից բացի, արվեստում էլ աստվածաշնչում էլ եւ աստվածաշնչից ներշնչված արվեստի գործերում էլ Չէ, բայց ուզում եմ ասել, նշանակում է Աստված դրել է այդ ամբողջականության հարցը, այսինքն ինչու կա 3-ը միևնույն է ամբողջացնում, հա։ Հիմա էլ օրինակ հիմա բան եմ գրում, էլի բանաձևը սարքում եմ, ասում եք գուցե 2 անեմ, հետո ասի չէ, Աստվածայինում 3-ը պիտի անպայման լինի, որովհետև 3-ի դեպքում ամբողջանում մարդու մեջ։ Իզուր չի որ 40 օր է տալիս Աստվածաշունչը, որովհետև 40 տարի շրջեց հրեա ժողովուրդը միջև անապատից միջև եկավ երկիր։ Այսինքն այդ 40 երեխան որ ծնվում է 40 օր ասում են, չէ, այդ 40 օրը մեկը շատ կարևոր է որ մի բանը ամբողջանա, պասը 40 օր են պահում, այսինքն մի բան որ լրիվ մտնի մարդու մեջ որպես բան։ Ուզում ասեմ կան այդպիսի թվեր եւ Աստվածաշունչը դա հուշում է։ Իսկ ձեր կյանքում այդ սիմվոլիզմը կա։ Դե ես էլ քանի որ մի մաս եմ Աստծո ստեղծագործության, ես դա զգում եմ։ Հա, ուզում եմ ասել, եթե ասում ես ուզում ես սովորություն դառնա մի բան, 40 օր պիտի դա անես, այսինքն դա իզուր չի որ տրված է։ Հա, բայց այդքան։ Բայց որ շատ sense սիմվոլիկ բան դնեմ, ինչ որ բաներ մալ, այդ տենց չկա մոտես։ Բոլոր թվերն եմ սիրում, ոչ մեկին չեմ նեղացնում, ամեն մեկին իր յուրահատկության մեջ 8 պարկած եմ սիրում, որ դառնում է անվերջություն։ Բայց շատ եմ սիրում նաև վերնագրեր, որ թվերով է, շատ եմ սիրում։ Այս տարի քանի ֆիլմ նկարանվեց, որ այստեղից մի քանի կիլոմետր հեռու չէ, ինչ, այդ ինչ շատ է դուր գալիս, որ վերնագրերը այդպես են։ Սիրում եմ, որ գրում են մեկ գումարած մեկ հավասար է եւ հարցական կամ այդ վերնագրերը, բայց դեռ մինչև հիմա հա, մեր թատրոնում կա 44 աստիճանի վրա, բայց դեռ ես ինքս թվով չեմ արել։ Հա, լավ, հաջորդը կլինի թվով։ Իսկ հավասարման նշանը, օրինակ ինձ համար ամենահետաքրքիր եւ բազմիմաստ նշաններից մեկն է, որովհետեւ կարեւոր է, չէ, այդ հավասարման նշանը, որ A-ի եւ B-ի միջև է դրվում։ Այդ նշանի շուրջ մտքեր կան։ Ինձ համար ես շատ եմ սիրում զուգահեռ, սիրում եմ օրինակ ասում են զուգահեռ փողոցի վրա, միշտ այդ երկու գիծը, որ անվերջությամբ գնում են ու չեն հատվում, այդ շատ սիրուն է։ Այդ անվերջությունը, որ ինքը հա, այդ երկու զուգահեռ փայտը, բայց նոր մտածում էի, օրինակ ով է մտածել այդ նշանները, չէ, որ այսպես պարկացրած, այդպես են որոշել, էլի, որ երկու զուգահեռ գիծ իրար հետ։ Որոնք նման են եւ հավասար են ինչ որ առումով գուցե, չգիտեմ։ Հետաքրքիր է։ Եթե խոսենք մաթեմատիկական մտածողության մասին կյանքում,
որովհետև վստահաբար այդ քաոսը, կոսմոսը, դրանց հակադրությունը, հավասարակշռումը, ձգողականությունը ոչ միայն արվեստում կա, այլև կյանքում։ Ձեզ համար կյանքում մաթեմատիկական մոտեցումը էֆեկտիվ է, թե չէ։ Այսինքն կյանքում էլ պիտի ամեն ինչ դասավորված լինի, թե ավելի Գիտեք, մենք չենք դասավորում։ Ուզում եմ ասեմ, արդեն կյանքի օրենք ստեղծողը ինքը այդպես ստեղծել է։ Ես տեսնողն եմ եւ եթե դա տեսնում եմ, հիանում եմ ստեղծողով, ես ենթարկվում եմ այդ օրենքին, ես ապրում եմ դրա մեջ եւ երջանիկ եմ, որ հաճախ կարողանում եմ տեսնել եւ եթե կարողանում եմ նաեւ վերարտադրել նույն օրենքը կյանք ստեղծելիս բեմի վրա իմ փոքրիկ քառակուսու մեջ, որովհետև ինձ թվում է, որ ասում եմ մարդը Աստծո նմանությամբ է ստեղծվել, այդ նաև արարելու նմանությունն է, որ կա մեր մեջ, էլի, եւ այդ ռեժիսորի այդ բանը, այդ տեսնել այդ օրենքները, ոչ թե դասակարգվել դրա մեջ ընկնել, այլ վայելել, հաճույք ստանալ դրանցից։ Իսկ ձեր օրը, ձեր կյանքը չեք դասավորում։ Հիմա կամաց ավելի քաոտիկ է դարձել ու զգում եմ չեմ կարողանում կանգնեցնել այդ քաոսը, առաջ ավելի համակարգված է, էլի, չգիտեմ։ Բայց դա ձեզ համար կարևոր է, օրինակ, որ տարակները լինեն դասավորված, գրաֆիկը լինի մաթեմատիկական ճշգրտությամբ, թե չէ։ Չէ, այդքան, չէ, դա կյանքի վրա այդքան չի անդրադառնում, եթե դարակների հետ կապված, բայց դա չգիտեմ, մաթեմատիկականը չի, դա արդեն ցեղական է։ Հա, սենց որ պիտի ամբողջը այսպես սենց դասավորված լինի լվացքը սենց կարճից երկարը մուքերը, այդ ամբողջն էլ է, ամբողջը հաշվարկ է եւ սենց ցեղական, այսինքն փոխանցված է եւ այսինքն հանկարծ եթե դա տեղում չի, ուրեմն մի բան այն չի։ Դարակները տեղում են, չէ, դա ինձ համար գոնե որ դարակս դասավորած է, ուրեմն մի բան էլ ներսումս է դասավորած, սենյակս պիտի դասավորած լինի։ Բայց քանի որ գործերս սենց գնալով շատանում են, երեխան գնալով մեծանում է եւ ավելի են խնդիրները մեծանում, զգում եմ, որ այն հավասարակշռությունը, որ պիտի ներդաշնակությունն ու քաոսը հավասար լինեն, քաոսը շատանում է, էլի։ Այդ է հարցը։ Եվ այս մաթեմատիկական մտածողության առումով եմ էլ ուզում մի կարևոր ուղղակի գիտական դեպք հիշել, որ օրինակ կարելի է անվերջ ուսումնասիրել ոսկին, պղինձը եւ այլ, բայց հայտնվում է գիտնական, ով հանկարծ այդ ամբողջի մեջ տեսնում է օրինաչափություն եւ ստեղծում է աղյուսակը, հա, Մենդելեևը, եւ այդ աղյուսակում, որտեղ ըստ ատոմային կարգաթվերի է դնում ու կան բաց թողած կետեր, ինքը հասկանում է, որ կան դեռ նյութեր, չէ, որոնք դեռ պիտի հայտնվեն, որոնք դեռ չեն հայտնաբերվել, բայց պիտի օրենքով այսպես լինի։ Այսինքն այդ օրինաչափությունների հիման վրա ստեղծվել է եւ հետո իսկապես գտնվել են այն քիմիական տարրերը, որոնք դեռ հայտնաբերված չէին եւ որոնք զբաղեցրեցին իրենց տեղը այդ աղյուսակում։ Այդ է, որ երբ դու ճիշտ զգում ես այդ համակարգը, որ Աստված ստեղծել է ու այդ համակարգը ստեղծում ես։ Հետո ինքնըստինքյան ճիշտ դասավորվում են ամեն ինչի իրենց տեղը։ Եվ դերասաններն են ճիշտ տեղում հայտնվում։ Եթե ճիշտ չես դասավորում, քաոսն էլ ճիշտ չի աշխատում, էլի։ Դրա համար միջոք ներկայացումները շատ են։ Եվ ինձ մոտ էլ հաճախ լավը չի ստացվում, բայց հաճախ զգում եմ, որ օրենքը եւ բանը ճիշտ են նստել իրար վրա։ Հաճախ չի, մեկ-մեկ։ Հիմա մեր դարաշրջանում թվերը դարձել են թվային տիրույթ, այսինքն մենք այդ ֆորմուլաները, բանաձևերը մեծացրել, աճեցրել, զարգացրել ենք եւ հիմա արդեն գործ ունենք մեծ թվային միջավայրերի հետ, որոնք ինչ-որ առումով փոխում են նաեւ ոչ միայն մեր կյանքի, նաեւ արվեստի ընկալումը, չէ՞, այդ ալգորիթմային մտածողությունը, որը կա սպառման առումով մարդկանց, մեր կյանքի, սա վտանգավոր է ձեզ համար, թե ոչ։ Որովհետև սա էլ է իրականում մաթեմատիկայից սկսվել։ Հա, բայց ինձ համար ես սկսում եմ օտար զգալ ինձ արդեն այդ համակարգում, արդեն երբ համակարգում բալանսը կորչում է ու մի բան շատ ավելի շատանում է, ոնց որ մաթեմատիկան էլ պիտի չշատանա այդքան։ Երբ ամեն ինչը բոլորս թվերով հաշվված ենք եւ այլն, ամեն ինչը արդեն մարդ չկա, օրինակ արդեն դրսերում խանութներում մարդ չկա, դու ինքդ գնում ես եւ այլն, ասենց կամած
որովհետև այնուամենայնիվ թատրոնի մարդ եմ։ Ինձ համար երբ մարդու օղակը պակասում է, երբ շփում է մարդկային, որովհետև իրար հետ խոսելով մենք գուցե եւ նաեւ շատ բաներ չասեինք, ինչ ասում ենք այս համակարգչի միջոցով, չէ, որովհետեւ չենք տեսնում տետատետ այդ զգացական էներգիայի փոխանակումը չկա եւ շատ օտարացնում է այդ ամեն ինչը մեզնից, ամեն ինչը գնալով օտարացնում ամեն ինչը եւ ես սկսում եմ հասկանալ, որ ես կամաց օտար եմ զգում ինձ այս համակարգում եւ մտածում եմ ես եթե այսպիսի տեմպերով գնան 5 տարուց ես ընդհանրապես անօգուտ մարդ եմ դառնալու եւ չգիտեմ նույնիսկ թատրոնը ինչ բանի կլինի, բայց միևնույն է ես կարծում եմ մարդը մարդուն միշտ է շատ կարոտելու, այսինքն մարդկայինը եւ հա, բայց ինձ համար վատ է, այս ամեն ինչը ինչ տեղի է ունենում, թվում է թե զարգացումն էլ հաճախ հավասարակշռությունը կոտրում էլի, այդ պիտի բնությունը չկորցնել այն ինչ կա։ Հա, վախենալի թեմա է շատ, դրա համար շատ զգույշ եմ խոսում, բայց զուտ զգացականն եմ ասում, որ ինձ սարսափելի վախեցնում է։ Իսկ այն ինչ որ կանխատեսելի չէ, որովհետև ամեն դեպքում համակարգերը, մաթեմատիկական մոտեցումը կամ համակարգային մոտեցումը ամեն ինչում դարձնում է ամեն ինչ կանխատեսելի, չէ, որպես այդպեսին։ Այն ինչ որ անկանխատեսելի է ձեզ համար հեշտ է հաղթահարվում, դրա հետ գործ ունենալը հեշտ է, թե չէ։ Քանի որ արվեստի մարդ եմ, դա է ինձ հետաքրքիր։ Ինձ միշտ հետաքրքիր է այն ինչ չգիտեմ ինչ կլինի եւ երբեք չեմ վախենում, որ տապալում կլինի։ Այսինքն կգանք ասեն Նարինե Գրիգորյանը, «Էս ինչ էր արել»։ Դա տապալվեց, էլի։ Բացարձակ չեմ վախենում եւ այդ ուզում եմ ասել մեկը այս օրենքից դուրս կա մի մեծ օրենք, աստվածային օրենք, որի մասնիկն ենք մենք։ Ես հաճախ զգում եմ, գիտեք, ոնց որ իմ մեջ կան բջիջներ, որոնց Աստվածը ես եմ։ Եվ իրենք գուցե ապրում են, մտածում են իմ մասին, ասում են կան Արինեն կամ չկա, բայց ես կամ ու ես եմ տնօրինում իրենց։ Այդ նույնը ես զգում եմ այդ օրգանիզմի մի մասնիկն եմ եւ մտածում եմ ամեն ինչ մեկա լինելու այնպես ինչպես իր կամքն է ու ճիշտ գնալու է, ինչ պիտի լինի, այդպես է։ Դրա համար չեմ վախենում ոչինչից, անկանխատեսելիից չեմ վախենում։ Իսկ թատրոնում ընդհանրապես չեմ վախենում։ Եվ նույնիսկ ներկայացում ունեինք Յուրի Կոստանյանի հետ, որ խաղում ենք, կոչվում է Շրջանակից դուրս, եւ դա իմպրովիզացիա ներկայացում է, այսինքն մենք կա ստեղծած վսիլեննայա եւ մենք որ մտնում ենք այդտեղ ու վերջ ու չգիտենք ինչ ենք խաղալու եւ ես հիշում եմ որ հատկապես սկզբներին որ կանգնած էի սկզբից ասում էի դուք սկսեք պարոն Կոստանյան հետո ես կգամ հետո այդպես ես վարակույրի հետևը որ ցանց էր այսպես կանգնած հրեշտակի թևերով սպասում եմ հրեշտակին որի թևերը պոկում է ու սկսում է կյանքը էլ այդպես կանգնած ասում եմ Նարինկա ինչ ես անում ինչու ենք մենք ինչու ենք համաձայնել այս ինչ է կատարվում բայց այդ որտեվ սարսափելի վախենել է որ դու ոչինչ չգիտես թե ինչ ես անելու ու հանդիսատեսը նստած այդտեղ նայում է բայց հենց այդ անսպասելին է այդ ադրենալինն է որ սենց եմ որ մտնում ես բեմ ու վերջացավ Կյանքը պետք է որպես համակարգ ապրելու փորձ արել թե թույլ տալ իմպրովիզացիաներ եւ դրանց գոյությունը եւս դարձնել մի մասը Ինձ թվում է քանի որ այս կյանքը մեծագույն հաճույք է պիտի այդ ամբողջ իմպրովիզացիան անես որ զգաս էլ ինչ կարող ես էլ ինչ նոր բան բացահայտել քո մեջ քեզնից դուրս մարդկանց մեջ եւ այլն այդ իմպրովիզացիան անverջ պետք է բայց երբ դու չափազանց քաոտիկ վիճակում ես չես կարող այդ հաճույքը զգաս այսինքն պիտի մեկը մի քիչ համակարգված լինես այսինքն մեկը ես այդ հավասարակշռության օրենքի մեջ եմ Ինձ համար այդ երկուսը իրար հետ պիտի ոչ նրա բաննա գերակշռությունն ալա ոչ նրա որ ամեն ինչ լինի հավասարակշռված ու համակարգված Այսինքն քաոսը եւ ներդաշնակությունը հավասարակշռված լինեն այդ օրենքի ջատագովն եմ այդ բանաձևի սրան պլյուսը հավասար է կյանքը Շնորհակալ եմ շատ բանաձև դուրս բերեցինք Եվ այդպես էլ ավարտեցինք մեր զրույցը Շնորհակալություն շատ Շնորհակալություն